Բարև ձեզ, հարգելի ակնհայտներ, շարունակում ենք մեր միջազգային հարաբերություններ եւ միջազգային իրավունք հաղորդաշարը։ Անցած շաբաթների ընթացքում թերևս ամենակնարկվող հարցը հայ քաղաքական հասարակության եւ ընդհանրապես ժողովրդի մեջ դա այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցն էր։ Իշխանությունը փորձում է ցույց տալ, որ իբր դա մի մեծ նվաճում է, որ այն ապաշտեղջափակելու է Հայաստանը, որ այն բերելու է մեծ տնտեսական ներդրումներ եւ այլն։ Իհարկե նաեւ այստեղ քննարկումներ ա գնում արդյոք դա միջանցք կոչել թե ինչ, ես պայմանականորեն Զանգեզուրի միջանցք եմ կոչել, որտեղ ըստ էության ինչ մենք որ հասկացանք այդ փաստաթղթերից, այո, նա միջանցք է, որովհետեւ ըստ էության Հայաստանը չի իրականացնելու իր լիիրավ ինքնիշխանություն այդ տարածքի վրա, այլ կառույցներ, պետություններ, չգիտեմ, անձինք, մասնավոր կամ պետական։ Դրան ես շատ եմ անդրադարձել իմ տարբեր հարցազրույցների ժամանակ, հիմա մենք փաստերով, փաստաթղթերով, թվերով կանդրադառնանք երկու կարևոր հարցի, որոնք մի տեսակ հպանցիկ անցնում են բոլորը, բայց չեն մանրամասում։ Մեկը այն է, որ Զանգեզուրի միջանցքը դա քաղաքական ծրագիր է, թե տնտեսական, սա շատ կարևոր է, որովհետև եթե այն տնտեսականը պիտի լինի շահութաբեր եւ ավելի նպաստավոր, քան գոյություն ունեցող ճանապարհը, եւ երկրորդ հարցը, արդյոք Զանգեզուրի միջանցքի գործարկումը միլիարդավոր դոլարների եկամուտ կբերի Հայաստանին, ինչպես ուզում են ներկայացնել իշխանության ներկայացուցիչները կամ նրանց ասած կեղտոտ լվացքը բարձրաձրողները։ Իհարկե մենք կարող ենք բավարարվել միայն օրինակի համար Իլհամ Ալիևի 21 թվականի նոյեմբերի 12-ի այն հայտարարությամբ, որ Զանգեզուրի միջանցքը միավորելու է ողջ թուրքական աշխարհը։ Այսինքն հստակ քաղաքական ծրագիր է, բայց մենք այդպես չենք անի, մենք ցույց կտանք, որ սա ստեղծված է հենց քաղաքական նպատակով, տնտեսական որևէ կարիք չկար այս նոր միջանցքի ստեղծմանը։ Դուք քարտեզից տեսնում եք կարմիրով թուրքալեզու պետություններն են, այն էլ միայն պետությունների մակարդակով, որովհետև այսօր Թուրքիան եւ Ադրբեջանը հավակնություն ունեն թուրքական աշխարհի մեջ ներգրավելու նաեւ այլ պետությունների մասերը, ասենք թուրքախոս մասերը, մասնավորապես Իրանի հյուսիս-արևմուտքը, Ռուսաստանի, ասենք Թաթարստան, Բաշկորտոստան եւ այդ մյուս հատվածները, բայց անգամ պետությունների մակարդակով մենք տեսնում ենք, որ այս պատկերը ունի եւ միայն Հայաստանն է, որ կարծեք թե ինչպես իրենք ժամանակին նշում էին, այդ անիցիալ ոսկորն է, որը խոչընդոտում է իրենց այս թուրանական ծրագրերին։ Իսկ եթե ավելի մանրամասնենք մենք նայում անգամ ամբողջ Հայաստանի մասին չի խոսքը, այս սլակով նշված է Հայաստանի հարավում Արաքսի երկայնքով ընթացող այդ Զանգեզուրյան միջանցքը կամ անցուղին կամ ճանապարհը էական չի անվանումը, մենք նրա կարգավիճակն է մեզ համար կարևոր, իսկ դրա մասին կիմանանք ավելի հետո, այսօր ամեն ինչ փակ է։ Եվ ըստ իրանական աղբյուրների, այս մասնավորապես դուք կարող եք տեսնել այստեղ, ուրեմն Իրանի երկայնքով Արաքսի զուգահեռ գնացող ճանապարհի երկարությունը պիտի լինի 5-ից 6 կիլոմետր լայնությունը եւ 42 կիլոմետր այն ասենք արևելք արևմուտք ձգվածությունն է։ Իհարկե եթե այսպես լինի, սա ցույց է տալիս, որ սա բավականին այսպես ասած հայկական շահերը ոտնահարող ծրագիր է, որտեղ դա բավականին մեծ է, բայց այսպես ընդունելով իգիտություն իրանական աղբյուրները, սպասենք տեսնենք վերջնականը ինչ կլինի։ Հիմա ինչ է իրենից ներկայացնում այսպես կոչված, կրկնում եմ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը։ Այստեղ դուք կանաչով տեսնում եք այն երկաթուղին, որը դեռևս ՍՍՄ տարիներին կամ դեռևս նրանից առաջ ցարական Ռուսաստանի ժամանակ կառուցվել էր Բաքվից Արաքսի հովտով գալիս է եւ ներկայիս, այսինքն Մերրու շրջանով, ապա Նախիջևանով գնում է եւ մինչեւ Գյումրի։
այս քարտեզի մեջ դուք տեսնում եք Մեղրու շրջանում այդ կարմիրով նշվածը դա 42 կիլոմետրանոց այդ հատվածն է, որը այսօր չունի երկաթուղի, երկաթգիծ, որովհետև ժամանակին այն քանդվել է եւ որպես մետաղի ջարդոն վաճառվել է, նաեւ վաճառվել էր Նռնարվանից, Նյուվադից մինչև Հորադիս 137 կիլոմետրանոց երկաթգիծը, բայց այդ հատվածը կարծեք թե արդեն Ադրբեջան նորոգել է եւ ամեն ինչ մնում է այս 42 կիլոմետրը։ Հիմա երբ որ գալիս է, այստեղ շատ կարևոր է, այսինքն արևմուտքում դուք տեսնում եք յասամանագույն եւ կապույտ գծերը, մեկը դա գոյություն ունեցող յասամանի գույնով դա գոյություն ունեցող ճանապարհն է, երկաթուղին է, որը Երասխից ձգվում է դեպի Գյումրի եւ Գյումրիից արևմուտք Կարս կարող է լինել, իսկ մյուսը կապույտային ճանապարհն է, որը արդեն հիմնարկեքը տեղի ունեցավ եւ Թուրքիան ուզում է կառուցել Իգդիր Կարս զուգահեռ ճանապարհը Երասխ Գյումրի ճանապարհին։ Կարճ ասած, այս Բաքու Հորադիս Մեղրի Նախիջևան ճանապարհը 863 կիլոմետր է։ Հիմա այն որ քաղաքական է ցույց է տալիս հենց տեղի ունեցող այս զարգացումները, դուք այս քարտեզը տեսնում եք, կարմիրով նշված է Իգդիր Կարս երկաթգիծը 224 կիլոմետր այն պիտի ունենա երկարություն եւ արդեն ըստ էության սկսել են շինարարությունը եւ սա շատ կարեւոր է այն հանգամանքով որ ծառ ջուրը լցնում Հայաստանի այսպես կոչված իշխանությունների այն կեղծ ձգտմանը որ իբր Հայաստանով պիտի անցնի մեծ տարանցիկ փոխադրումները ոչ մենք տեսնում ենք, որ ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը բնավ ցանկություն չունեն նման հնարավորություն տալու Հայաստանին, որովհետև եթե ունենային այդ ցանկությունը, ապա կօգտագործեին արկա երկաթուղին եւ մենք կտեսնենք նաեւ այլ տարբերակներ կա շատ ավելի կարճ եւ չէին ծախսի 2 միլիարդ 400 միլիոն, որոշ տվյալներով 2 միլիարդ 800 միլիոն դոլար որպիսի զուգահեռաբար գոյություն ունեցող գծին կրկնում եմ Երասխ Գյումրին զուգահեռ կառուցեին Իգդիր Կարս երկաթուղին։ Եթե իսկապես խնդիրը լիներ զուտ տնտեսական նպատակահարմարության մեջ, ապա շատ ավելի մոտ էր, դուք տեսնում եք այստեղ այս կանաչով, սա գոյություն ունեցող ՍՍՀ երկաթուղին է, որը գալիս է Ղազախ, Ղազախից Իջևան, Իջևանից Դիլիջան եւ Ֆիալետովո եւ բավական էր կառուցել 22 կիլոմետրանոց ճանապարհ, որը Ֆիալետովոն կմիացներ Վանաձորի եւ Վանաձորով դուրս գալ Գյումրի։ Եվ սա ամենակարճ ճանապարհը կլներ Բաքվից դեպի Կարս։ Ես ասացի, այստեղ դուք տեսնում եք, որ ուրեմն 863 կիլոմետր դա Բաքու Նախիջևան Կարս ճանապարհն է կամ անգամ Գյումրիով գնացող այդքան է գոյություն ունեցող Բաքու Թիֆլիս Կարսը 825 ավելի կարճ է իսկ հնարավոր ճանապարհը 718 կիլոմետր դա այս ճանապարհն է դուք տեսնում եք այսինքն 22 կիլոմետր ճանապարհ կառուցելով արդեն 715 կիլոմետր էապես կրճատվում է։ Ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի Հայաստանին դուրս թողեն այս տարանցիկ փոխադրում եւ այդպես էլ անելու են։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ զիջում է այն պատրանքի դիմաց, որ իբր Հայաստան ինչպես ինքն է ներկայացնում խաղաղության խաչմերուկա դառնալու։ Գիտեք, մեկ կողմի ցանկությունը բավարար չէ, հայկական կողմը շատ մեծ ցանկություն կարող է ունենա, եւ մենք երբ որ դեմ ենք խոսում Նիկոլի այս ցանկություններին, ոչ թե որ չենք ուզում Հայաստանը տարանցիկ ճանապարհ դառնա, հակառակը, մենք ուզում ենք, բայց ասում ենք որ չի լինելու դա, եւ մենք ճիշտ ենք, կրկնում եմ, Թուրքիան պատրաստ է
4-2.8 միլիարդ դոլար ծախսել, բայց չօգտագործել Հայաստանի ճանապարհները, որպեսզի Հայաստանը հանկարծ անգամ չնչին ոնց որ ասած փող եկամուտ դրանից չստանա։ Այնպես որ այս գոյություն ունեցող ճանապարհը լրիվ բավարար է, Թիֆլիսով Կարս գնացող 825 կիլոմետրանոցը օգտագործելու համար բեռնափոխադրումներ։ Ասեմ, որ այս ճանապարհը, որը գիտեք գործարկվում է, արդեն աշխատանքի մեջ է, իր առավելագույն բեռնափոխադրման հնարավորությունը 20 միլիոն տոննա է տարեկան, հիմա այս տարբերակով ինքը հնարավորություն ունի մինչև 5-6 միլիոնի, բայց տարբեր աղբյուրները նշում են, որ 1,5 միլիոն անգամ չի հասնում, 1,5 միլիոն տոննա բեռնափոխադրումները չեն հասնում։ Հետևաբար ակնհայտ է, որ չօգտագործելով այս իմ նշած ճանապարհը, Բաքու-Ղազախ, Իջևան, Ֆիալետովո, Վանաձոր, Գյումրի կարճ ճանապարհը 718 կիլոմետրանոցը, չօգտագործելով նաև մյուս ճանապարհը, որ գործում այսօր Թիֆլիս եւ Կարսով, իրենք կառուցում են կամ պնդում են, որ պիտի կառուցվի մեղրի վրայով գնացող այդ երկաթուղին զուտ քաղաքական նպատակներով։ Որևէ տնտեսական այստեղ նպատակ չկա։ Իսկ ինչու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով, որովհետև դա իրենց համար շատ ավելի ձեռնատու է, քան այն տարբերակը, որ ունեն Իրանով։ Հետևաբար հստակ է, որ խնդիրը քաղաքական է, խնդիրը ռազմական է, եւ մենք ցավոք սրտի սրա բացասական հետևանքները շուտով ականատես կլինենք, բայց չենք տեսնի դրական է, որտեղ միակ դրականը, որ ցույց են տալիս կամ ուզում են ներկայացնել, դա այն է, որ իբր առաջին Հայաստանը կապաշրջափակվի, իսկ Հայաստանը չի կարող ապաշրջափակվել այդ ձևով, որտեղ ինչ կապ ունի դու Զանգեզուրով նրանց անցման հնարավորություն տալիս ես, թե չէ, մյուսը, որ իբր մեծ եկամուտ կբերի Հայաստանին այս 42 կիլոմետրը։ Հիմա մենք անդրադառնանք երկրորդ հարցին, տեսնենք իսկ ինչքան եկամուտ է հնարավոր, որ բերի այս անցուղին կամ միջանցքը Հայաստանին։ Ներկայումս մենք գիտենք, որ Վրաստանի տարածքով Ադրբեջանը իրականացնում է 3 տարանցիկ ծրագիր։ Մեկը դա նավթի փոխադրումն է, մյուսը գազի փոխադրումը, երկուսն էլ խողովակաշարերի միջոցով եւ երրորդը բեռնափոխադրումն է երկաթգծի միջոցով։ Հիմա անդրադառնանք նավթին, սա Բաքու-Ջեյհան նավթամուղի մասին է խոսքը, որը 1776 կիլոմետր երկարություն ունի, Բաքվից մինչև Միջերկրական ծովի Ջեյհան նավահանգիստը, սրանից ուրեմն Ադրբեջանով անցնում է 443 կիլոմետրը, Վրաստանով 249 կիլոմետրը, իսկ Թուրքիայով 1076 կիլոմետրը։ Դե Ադրբեջանի եւ Վրաստանի փոխադրումները մի կողմ դնենք, էական չի մեզ համար, որտեղ այստեղ տրանզիտի հարցը մեզ չի ուզում, Վրաստանի 249 կիլոմետրի համար Վրաստանը ստանում է այս նավթի փոխադրման համար 60 միլիոն դոլար տարեկան։ Սա ընդունենք գիտություն, որովհետև չկա որևէ ծրագիր կամ հնարավորություն, որ ինչ-որ նավթամուղ պիտի կառուցվի Զանգեզուրյան անցուղով եւ Հայաստանը այդ բեռնափոխադրման, նավթափոխադրման համար պիտի վճարներ ստանա, չկա։ Հետևաբար սա դնում ենք մյուս կողմ։ Մյուս հարցը դա խոսքը վերաբերում է գազամուղի մասին, որից էլի տարանցիկ փոխադրումների վճարաստանում Վրաստանը խոսքը Բաքու-Թիֆլիս Էրզրում գազամուղի մասին է, որի երկարությունը 692 կիլոմետր է, որից 248 կիլոմետր անցնում է Ադրբեջանով, 244 կիլոմետրը Վրաստանով, 200 կիլոմետրը Թուրքիայով։ Եվ այս գազամուղով անցնում է Ադրբեջանի գազի գրեթե ողջ ծավալը, եւ այս անցման համար
Ադրբեջանը Վրաստանին է թողում այդ ծավալի 5% գազը, որը լիուլի բավարար է Վրաստանի ծախսերին եւ մոտավորապես դա 200 միլիոն դոլար է կազմում տարեկան։ Հիշեցնեմ նավթը 60 միլիոն, 200 միլիոն գազը։ Բայց սա էլ դնենք մի կողմ, որտեվ մեզ այսպես չակերտավոր չի սպառնում գազամուղի անցում այդ միջանցքով եւ որևէ վճարումներ բնականաբար չկա։ Դեռ մի կողմ եմ դնում, որ դեռ որպես ԵԱՏՄ անդամ մենք ըստ էության վճարումների մեծ մասը մաքսային եւ այլ վճարումները կենտրոնական իշխանությունն է գնում։ Եվ ահա գանք հիմնականին, այսինքն մեզ հետաքրքրողը, այսինքն բեռներկատգծային բեռնափոխադրումներից ինչքան գումար կարող է ստանալ Հայաստանը, չէ՞, ասում են միլիոնավոր, միլիարդավոր դոլարներ եւ այլն։ Դրա համար պիտի համեմատենք եւ հասկանանք, չէ՞։ Այսինքն ցանկացած ապրանքի գին շուկայում որոշվում է շուկայում առկա նմանատիպ ապրանքի գնով, թե քանիսով է դա եղել։ Հիմա այստեղ տեսնում եք այսօր իսկ գործող երկաթգիծը Բաքու, Թիֆլիս, Կարս երկաթուղի։ Ուրեմն նրա ընդհանուր երկարությունն է 825 կիլոմետր, Ադրբեջանով անցնում է 504 կիլոմետր, Վրաստանով 263 կիլոմետր, Թուրքիայով 79 կիլոմետր։ Եվ ըստ որոշ աղբյուրների տարեկան եկամուտը այս տարանցիկ փոխադրումների համար բեռնափոխած երկաթգծով կազմում է Վրաստանի համար 20 միլիոն դոլար։ Հիմա մենք հաշվարկը կատարենք եւ դուք կհամոզեք, որ այս անգամ այս թիվը ուռճացված է, նման թվեր չեն կարողներ, շատ ավելի քիչ են, բայց ամենակարևորը անդրադառնանք ինչին։ Անդրադառնանք հետեւյալին, նախ եկեք ամփոփենք Վրաստանի տարանցիկ փոխադրումների ընդհանուր ստացած օգուտը, ուրեմն Բաքու Թիֆլիս-Ջեյան նավթամուղից 60 միլիոն, Բաքու-Թիֆլիս-Էրզրում գազամուղից 200 միլիոն եւ Բաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղուց 20 միլիոն, ընդհանուր 280 միլիոն։ Այսինքն անգամ Վրաստանը 3 տեսակի տարանցիկ փոխադրումներ ունենալով իր տարածքում եւ 5-6 անգամ ավելի մեծ երկար տարածք տրամադրելով տարանցման համար, հիշեցնենք, որ Հայաստանի մասով 42 կիլոմետր է, Վրաստանի մասով 249, 260, նայած են գազամուղ ու նավթամուղ երկաթուղի մի քիչ այնտեղ 10-15 կիլոմետրի տարբերություն կա, ընդամենը երկարություն է։ Այսինքն այստեղ միլիարդների եւ հարյուրավոր միլիոնների մասին խոսքը չի գնում։ Ինչու հարյուրավոր միլիոնների մասին կրկնում են, որտեղ ամենամեծ վճարը գազի համար հանում ենք, հետո նավթի համար հանում ենք, դա չենք, մերը մնում է միայն հնարավոր ստանալիքը երկաթուղուց։ Հիմա տեսեք, այս կապույտային հատվածն է երկաթուղը, որը օգտագործում են։ Ընդհանրապես ինչպես է որոշվում, ասենք, տարանցման դիմաց ստանալիք գումարը։ Բնականաբար այնտեղ մի քանի գործոններ, մի քանի հաշվարկի միավորներ են պետք, որոնք հիմք են հանդիսանում։ Առաջինը բնականաբար դա բեռի քանակն է։ Այսինքն քանի միլիոն տոննա դու պիտի տեղափոխես, քանի միլիոն տոննա բեռը որպես տարածիկ բեռ անցնելու քո տարածքով։ Մյուս չափանիշը, որով հաշվարկվում է, քանի կիլոմետր է այդ տարանցիկ ուղին, որտեղ հասկանալի է, չէ, որ եթե ասենք 42 կիլոմետր լրիվ ուրիշ թիվ է գալի, եթե ասենք 260 կիլոմետր լրիվ ուրիշ թիվ է գալիս։ Եվ ամեն տոննայի դիմաց այդ տարանցիկ ինչ գումար պիտի վճարվի։ Այսինքն տոնաժը բազմապատկում է կիլոմետրաժով, բազմապատկում է 1 միավոր տոննա 1 կիլոմետրի վճարով։ Պայմանական ասած, եթե 2 միլիոն տոննա բեռնափոխադրում կա 260 կիլոմետրի վրա եւ այսօր Վրաստանով տարանցիկ փոխադրման վճարը 1 տոննայի դիմաց դա 0.033 դոլար է, այսինքն 3
ցենտ մի քիչ ավել 1 տոննայի դիմաց, սա տարանցիկ փոխադրման վճարն է։ Հետևաբար պայմանական ասած Վրաստանը կարող է ստանալ 2 միլիոն տոննայից 16 միլիոն 236 հազար դոլար։ Հիմա ենթադրենք այս իշխանությունների ներկայացրածը այսպես ստացվում է եւ բացվում է նաեւ այս երկաթուղին ու բեռներ են տեղափոխում։ Հիմա հարց, ինչ քանակների մասին կարող է լինել։ Սա կրկնում եմ, սա զուգահեռ է եւ մրցակից է վրացական ուղուն։ Վրացական երկաթուղին կամ Բաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղին, որը ավելի կարճ է, կրկնում եմ, ավելի կարճ է, քան Բաքու-Մեղրի Կարս, Նախիջևան-Կարս երկաթուղին, իր տարողունակությունը 20 միլիոն տոննա է մինչև, բայց մոդել չի գալիս այդ թվերը, մոդել չի գալի, ասենք թեր բեռնված է։ Հիմա հաստատ, երբ որ Հայաստանի տարածքով անցնողը բացվի, վստահաբար տարեկան 1-2 միլիոն տոննայից ավել չի լինելու։ Անկախ ինչ էլ որ այդ ուզում են ներկայացնեն, չգիտեմ, Չինաստանից, Ուզբեկստանից եւ այլն, դուք լուրջ մտածում եք, որ չգիտես ինչու Կարս տանելու համար պիտի Ադրբեջանը ոչ թե Վրաստանով տանի, որին ինքը չի ընկալում որպես թշնամի, արդեն իրենով արած պետությունը անցալում, պիտի բերի Մեղրիով տանի ավելի երկար։ Կրկնում եմ, եթե տնտեսապես շահավետ լիներ, միգուցե, բայց այն ավելի երկար է եւ տնտեսապես ոչ շահավետ։ Այ ուրիշ բան, որ եթե 2-3 տարի հետո շահագործման հանձնվի Նախիջևան, Իգդիր, Կարս այդ երկաթուղին, հնարավոր է, որ որոշ բեռներ, այո, այս հարավային մասով կան, իրենք երկարությունը իհարկե չի կարճանա, բայց արդեն տարանցիկ վճարումները օտարներին չեն ունենա։ Այսինքն Ադրբեջանի տարածքով կմնա Ադրբեջանին, Թուրքիայի տարածքով Թուրքիային կմնա եւ այնտեղ իրենք միայն 42 կիլոմետրի համար են վճարելու։ Հիմա ենթադրենք 2 միլիոն տոննա Զանգեզուրի միջանցքով բեռնափոխադրում կատարի երկաթուղին։ 2 միլիոն տոննան բազմապատկում են 42-ով, որտեղ 42 կիլոմետր է, եւ բազմապատկում ենք 0.033 դոլարով, այսինքն 1 տոննայի տարանցման վճարով, այն ինչ որ Վրաստանի գինն է։ Այդ դեպքում մենք ունենում ենք ուշադրություն, ունենում ենք ընդամենը 2 միլիոն 772 հազար դոլար, իսկ 3 միլիոն չկա։ 2 միլիոն բեռնափոխադրման դեպքում, որը մի քանի տարի ասնելու, ընդամենը 2 միլիոն 700 հազարից մի քիչ ավել։ Հիմա, եթե հանենք մի 20% էլ ծախս, իսկ հաստատ ծախս կա, չէ, այդտեղ աշխատավարձներ եւ այլն վճարում են եւ այդ ծախսերը բան, հանում են 20%-ը, ուրեմն լինում է 2 միլիոն 217 հազար 600 դոլար։ Եկամուտը, մաքուր եկամուտը, բայց մենք գիտենք, որ Հայաստանը այդ եկամուտը ինքը ամբողջությամբ չի ստանալու։ Այդտեղ այդ անցուղին կառավարելու է միջազգային կոնսորցիումը 40% ամերիկացիներին, 30% երրորդ կողմերին, ինչպես նշված է փաստաթղթի մեջ, հռչակագրի մեջ, իսկ այդ երրորդ կողմերը ըստ տարբեր աղբյուրների դրանք Իսրայելն է, Թուրքիան է, Ադրբեջանն է, մենք չգիտենք դեռ հստակ որն է, բայց երրորդ կողմ եւ Հայաստանը ստանում է ընդամենը 30%-ը։ Հետևաբար այս 2 միլիոն 217 հազար 600 դոլարը 30%-ը անում է 665 հազար 280 դոլար։ Ընդամենը կրկնում եմ 665 հազար 280 դոլար 2 միլիոն տոննա գնացքով բեռնափոխադրման դեպքում։ Լավ, ասենք այդ սակագները, որը Վրաստանի համար է, Հայաստանի համար ավելի մեծ է դրվելու։ Չգիտեմ, ավելի բեռների քանակն է շատանալու եւ այլն։ Եկեք այս թիվը 10-պատկենք, 10 անգամ ավելացնենք եւ մենք ունենանք
6.5 միլիոն դոլար փող տարեկան։ Եթե 10 անգամ ավելին, այսինքն եթե ոչ թե 2 միլիոն տոննա բեռնափոխադրում լինի, այլ 5-6 միլիոն տոննա, որ երբեք չի լինի, որտեղ սսեմ տարիներին նման ծավալներ եղե։ Երբ որ ամեն ինչ եւ չմոռանանք այն ժամանակ դա գործում էր նաեւ այդ ճանապարհով Իրան էին գնում, հետո այդ ճանապարհով նաեւ կար Թուրքիա էին գնում, գործել է այդտեղ, դա միջազգային երկաթգիծ է եղել։ Եվ այսքանը, անգամ տասնապատկան դեպքում անում է 6.5 միլիոն դոլար, այսինքն այնքան գումար, ինչ Հայաստանը վճարեց, մի ինչ-որ Snoop Dogg-ի Ամերիկի համար։ Այսինքն այդ միլիարդները, որ խոսում են, բան սուտ է, թվերը դրա մասին չեն խոսում։ Հայաստանի հնարավոր եկամուտը առաջիկա տարիներին, երկասի անգամ տասնամյակներին, լավագույն դեպքում կազմելու է 5-ից 6 միլիոն դոլար, լավագույն դեպքում։ Նվազագույնները մի 600,000, դա ընդհանրապես փող չի։ Այսօր Երևանում մի հատ բակա նորոգում Երևանի քաղաքապետարան միլիոն դոլար է ծախսում։ Մի հատ sense փուճուր բակ չես հասկանում, թե այդ միլիոնը ոնց ծախսեցին, դա է անում։ Չեմ խոսում էլ պարգևավճարների մասին, որոնք տասնյակ եւ հարյուրավոր միլիոն դոլարներ են կազմում։ Հետևաբար, այն բոլոր հեքիաթները, որ բա չգիտեք, այս զիջումները, որ անում ենք, այս որ ամեն ինչը ուրանում ենք, ամեն ինչը քանդում ենք, բերում ենք ապազգային ինչ որ գոյության, այս ամբողջ անում ենք, որ դուք ապրեք բարեկեցիկ լավ։ Այս թվերով եք բարեկեցիկ ապրելու։ Սա թարապես ոչինչ չորոշող թվեր է։ Ոչինչ չորոշող թվեր է։ Հետևաբար ես կխնդրեի, որ իշխանությունը իր հաշվարկները ներկայացնի եւ տեսնենք այդ որ ասում են միլիոնների կամ միլիարդների եկամուտներ ունենալու եւ այլն, ինչի հիման վրա են նման հաշվարկներ կատարում։ Որն է նման լավատեսության հիմքը։ Երբ որ մենք կրկնում եմ, համեմատում ենք Վրաստանի հետ, որ արդեն գործող երկաթուղի ունի, այնտեղի սակագներով, այնտեղի ծավալներով եւ այլն, իսկ մենք դան մոդել չենք գալու, 2-3 միլիոնի մասին է, բայց հաշվի առնելով, որ դրա 30%-ն ենք ստանալու, մենք միլիոնից էլ քիչ ենք ստանալու։ Իսկ դրա դիմաց մենք տալիս ենք մեր գրեթե ամեն ինչը, մենք ինքնիշխանության մի զգալի մասը, մեր ինքնության հիմքերը եւ մեր հարաբերությունները փչացնում ենք շատ կարեւոր ուժային կենտրոնների հետ։ Այսքանը միշտ նոր հանդիպում։ Ստեսություն։